Բայց նամակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Հարգելի Հայաստանի Հանրապետության կառավարություն, սոցիալական մեդիայի, զանգերի եւ համայնքային կապերի միջոցով ես ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են սոցիալապես շատ վատ վիճակում եւ նրանց սոցիալական վիճակը գնալով ավելի է վատթարանում։ Մասնավորապես Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող բնակվարձի աջակցությունը կտրուկ կրճատվել է եւ այժմ հասանելի է միայն որոշ խոցելի համարվող խմբերի համար։ Բնակվարձի աջակցության ծրագրում արկա ծրագրային տեխնիկական խնդրի պատճառով հարյուրավոր ընտանիքներ զրկվել են 25 թվականի փետրվար-մարտ ամիսների աջակցություններից։ Հրատապ աջակցության շահառուների շրջանակը բավականին փոքր է, ծրագիրը բազմաթիվ խոչընդոտներով, ոչ իրատեսական։ Տեղահանվածների մեծ մասն այսօր կանգնած է սոցիալական, տնտեսական, հոգեբանական ճնշման առջև, առանց ապագայի վերաբերյալ հստակ տեսլականի։ Հարգելի կառավարություն, ապրիլի վերջին հնչել են հայտարարություններ եւ հրապարակային հավաստիացումներ, թե առաջիկայում տեղի կունենան դրական տեղաշարժեր տեղահանվածների կյանքում։ Սակայն մինչ օրս արդեն հունիս ամիսը վերջանում է, տեղահանվածների կյանքում որևէ շոշափելի փոփոխություն չի գրանցվել։ 2025 թվականի հունիսին իրականացված սոցիալական հարցումը, որին տարբեր հարթակներում մասնակցել է ավելի քան 7000 տեղահանված անձ, պարզ ցույց է տվել, որ մասնակիցների 95%-ը չեն զգացել որևէ դրական տեղաշարժ իրենց կյանքում վերջին ամիսների ընթացքում։ Արդյունքում մեր հայրենակիցների գերակշիռ մասն այլևս չի հավատում, թե իրենց նկատմամբ որևէ արդար ու անկողմնակալ մոտեցում է կիրառվում։ Իսկ հետագա ծրագրերում ակնկալվող չափանիշները ըստ մամուլի եւ փորձագիտական գնահատականների կարող են նպաստել անգամ սոցիալական շերտերի միջև բևեռացմանը եւ խորացնել անարդարության զգացումը։ Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկում ենք վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն Արցախից տեղահանված քաղաքացիների նկատմամբ, շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, հատկապես երբ այն վերջ է կառավարության եւ բյուջեի համար, քայլեր ձեռնարկել սոցիալական բնակարանների կառուցման եւ տեղահանվածներին տրամադրելու համար, վերացնել բնակվարձի աջակցության ծրագրում արկա տեխնիկական խոչընդոտները, հնարավորություն ընձեռելով բոլորին ստանալ իրենց հասանելիք աջակցությունները, իրականացնել հստակ քայլեր, համապատասխան իրավական գնահատականներ տալու Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների եւ դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին։ Մեզ անհրաժեշտ է պարզապես արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել բոլոր տեղահանվածների համար, անկախ գտնվելու վայրից, ընտանիքի կազմից, տարիքից ու այլ հանգամանքներից։ Հարգանքով Լիաննա Պետրոսյան, հասարակական գործիչ, ինչպես նաև բաց նամակին միացած ավելի քան 10,000 օգտատերեր, Երևան 2025 թիվ հունիս։ Շնորհակալություն, հիմա նամակի տեքստին ծանոթացանք եւ նամակը կփոխանցենք կառավարությանը ակնկալիքով, որ կունենանք պատասխան եւ այդ պատասխանը կլինի դրական։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այսօրը պատահական չի ընտրվել, այսօր փախստականների միջազգային օրն է եւ մենք նպատակ ունենք, որպեսզի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում փախստականները գտնվեն մշտական ուշադրության, հոգացության եւ իհարկե աջակցման, ամոկման, աջակցման ներքո։ Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհում այսօր տարբեր ծրագրեր են իրականացվում փախստականների ինտեգրման, փախստականների համար հնարավոր կացարաններ ստեղծելու եւ այլ նպատակներով։ Ես գիտեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացրել է որոշակի կարճաժամկետ ծրագրեր։ Դրանց մենք հիանալի տեղյակ ենք։ Սակայն այդ կարճաժամկետ ծրագրերն այլևս այսօր չեն գործում։ Եվ փախստականների կյանքում որևէ դրական տեղաշարժ, հավատացեք, չի եղել։ Եվ այս ամենը հաշվի առնելով բազմաթիվ մեր հայրենակիցների բաց նամակի միացած մեր հազարավոր տեղահանվածների անունից ուղղակի ուզում եմ ասել, մենք ընդամենը ունենք աջակցության կարիք, որպեսզի կարողանանք մեր կեցությունը ապահովել Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այս խնդիրը լիներ տարիներ առաջ, ապա մենք կմտածեինք, որ գիտակցությունն է ապահովում կեցությունը, սակայն այսօր մենք հակառակն ենք ասում։ Կեցությունն է որոշում գիտակցությունը, որովհետև եթե փախստականը չունենա համապատասխան կեցության պայմաններ,
ապա նա չի կարող տեսնել իր ապագա տեսլականը, չի կարող որոշել իր ապագա անելիքները։ Այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել տեղահանված արցախցիների նկատմամբ իրականացվող ծրագրերը, վերանայել այն տարբերակումները, որ դրվում են փախստականների համար ներկայացվող ծրագրերի մեջ։ Պետք է պարզապես ապահովել, որպեսզի բոլոր տեղահանվածները ունենան նույն ուշադրությունը, արժանանան նույն վերաբերմունքին եւ տեղահանվածների միջև առանց այդ սոցիալական այդ դժվարությունները չտանեն արդեն սոցիալական բևեռացման։ Այսքանը հիմա նամակը կփոխանցենք։ Հատուկ չի ստորագրվել, ներսում նամակը ստորագրված է, այստեղ հիմա մենք կգրենք եւ կփոխանցենք, որից հետո ես բոլոր մեր տեղահանված հայրենակիցները, ովքեր այստեղ են ուզում են ինձ հետ խոսել, հարցեր տալ, հավատացեք, բոլորիդ մեկ-մեկ մոտենալու են։ Պարզապես 1 րոպե, որպեսզի նամակի փոխանցումը կազմակերպենք։